Եվ այդ պահին էր, որ աշխարհ եկավ, նա այր մի Մեսրոպ Մաշտոց անունով, որտեղից եկավ, ինչ ակից բխեց, և ինչպես եկավ, հոսեց ինչ հունով, այդպես արցունք է ծնվում աչքի մեջ, երբ որ աչքի մեջ ընկնում է ավազ, այդպես դառնում է ավազն ապակի և ապակին է հայելի դառնում, այդպես արևը ամենից առաջ լուսավորում է բարձրաբերձ ծառի կատարին թառած թռչունի բույնը, այդպես գոյության ահեղ պայքարում անփոփոխ պահած իր ներքինն էլի գազանն է փոխում իր մաշկի գույնը և դա թվում է անսպասելի, նրանց ծնունդը միշտ էլ թվում է անսպասելի, և հետո մարդկանց դարեր շարունակ զարմանք պատճառում, բայց նրանք կյանքում միշտ էլ ծնվում են լոկային պատճառով, որ անչափ շատ են սպասել նրանց, ժողովրդի մեջ ննջում են նրանք, ինչպես ջրի մեջ ահեղ գոլորշին, ինչպես ընտանի աքաղաղու մեջ իր իսկ երբեմնի թռչունությունը, ինչպես մանուկի պարապ բերանում ակռա ատամը, նրանք ծնվում են իրենց ծնողի անօգնությունից, որպեսզի դառնան նոր զորեղություն, նրանք ծնվում են ինչ-որ հանճարեղ մի հոգնությունից, որպեսզի դառնան հանճարեղություն, նրանք ծնվում են, որ ապացուցեն, թե վերջը միտեղ դառնում է սկիզբ, նրանք ծնվում են, որ ապացուցեն, թե հրաշք չկա, կա միայն կարիք, նրանք ծնվում են, որ ապացուցեն, թե այնտեղ էլոք սխրանքն սկսվում, ուր վերջանում է ամեն մի հնար։